Ժորժան ողջույն, այսօր արդեն օգոստոսի 27-ն է, բայց անկախ նրանից թե օգոստոսի 27-ն է, թե դուք սա կնայեք սեպտեմբերի 1-ին կամ երբ, սա միշտ ակտուալ է։ Ինչի մասին է այսօրվա այս կարճ ելույթը լինելու, որից հետո անշուշտ երևի մենք ունենանք եւս օրվա թեմաների քննարկում, բայց այս վիդեոն սրա մասին առանձին ես պահել եմ եթերում։ Եվ այսպես, ազգերի լիգայի որոշումներից ենք այսօր խոսելու Ադրբեջանի եւ Հայաստանի վերաբերյալ։ Այս թուղթը որ տեսնում եք, իմ լավ բարեկամները ուղարկեցին ինձ Ժնևի արխիվից եւ որը ցույց եմ տալու ցես ներկայացնելու եմ թարգմանաբար նաեւ։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, որովհետեւ երբ որ դու չես գիտակցում քո իրավունքները, ցանկացած մի գործակալ, ցանկացած մի, չգիտեմ, դրածո կարող է քո քթից բռնած քո ամբողջ պետության տարածքները հանձնել իր տերերին, մեր թշնամիներին ու առանց որևէ դիմադրության։ Ինչու՞, որովհետև ժողովուրդը չի ուզում հասկանալ որտեղ է սկսում իր իրավունքները, որտեղ է վերջանում։ Դրա համար կա դատարան։ Դատարաններն են սահմանում մարդկանց հարաբերությունները, պետությունների հարաբերությունները, տարածքային վիճակը եւ այլն եւ այլն։ Այդ դատարանները հիմնվում են կոնկրետ փաստաթղթերի վրա, որոնք միջազգային ստանդարտներով օրենքի ուժ ունեն։ Այդպիսի օրենքի ուժ ունեն ՄԱԿ-ի կողմից կամ ՄԱԿ-ից առաջ ազգերի լիգայի կողմից սահմանված փաստաթղթերը։ Եվ դա էր, որ ինձ ստիպեց խնդրել ընկերներից, որոնք հնարավորություն են արխիվներից նյութեր տրամադրելու, որ ինձ տրամադրեն գտնեն ազգերի լիգայի որոշումները Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ, որովհետեւ մենք հասկանանք այն պնդումները, որ սա Ադրբեջանինն է կամ սա Հայաստանինն է, որքանով են տեղին եւ ամենակարևորը իրավական, որովհետեւ շատ միամիտ է մտածել, որ Փաշինյան Նիկոլը ինքը արարիչն է, ինքը ալֆան եւ օմեգան է եւ ինքն է որոշում որտեղ ինչն է սկսում եւ վերջանում։ Եվ այսպես ժամանակն է գնալ իրավական ճանապարհով։ Միջև ես ձեզ այս բովանդակությունը հայերեն կարդամ, միջալոց իմ Facebook-յան էջում կա, դուք կարող եք մտնել կարդալ եւ անգլերեն եւ ֆրանսերեն եւ թարգմանությունը իմ Facebook-յան էջում այն դրած է։ Եվ այսպես սա հենց Ադրբեջանի մասն է, որով Ադրբեջանը դիմել է դառնալու ազգերի լիգայի անդամ, որտեղ ինքը ուղղակի մերժվել է մի շատ կոնկրետ պատճառներով։ Հիմա մեզ ինչն է կարևոր։ Մենք ունենք ծրագիր մինիմում եւ ծրագիր մաքսիմում։ Ծրագիր մինիմումը հասկանալ ինչն է օրենքով պատկանում Ադրբեջանին, ինչն է ճանաչված իրենը, եւ ինչին կարող է ինքը հավակնի միջազգային իրավունքով։ Եվ մենք ինչին կարող ենք հավակնել միջազգային իրավունքի տեսակետից։ Ես հասկանում եմ, որ արդեն էկրանի այն կողմում նստած մարդիկ կան, որ ասում են, դա թքած միջազգային իրավունքի վրա, այսօր ՄԱԿ-ին ով է բանի տեղ դնում եւ այլն։ Ես գիտեմ, որ այս մարդիկ անպայման լինելու են, բայց այս մարդկանց ուզում եմ ասել, նույնիսկ Նետանյահուն, որ ամենաբարձր ծառից թքած ունեն այդ որոշումների վրա, իր օկուպացիան Լիբանանի, Պաղեստինի ինքը հիմնավորում է ինչ-որ ձևով։ Եթե ինքը չունի միջազգային իրավունք, ինքը դա հիմնավորում է իր պատմական իրավունքով։ Ինքը հիմնավորում է իր բիբլիական իրավունքով։ Ինքը ինչ որ հղումներ է տալիս, որ փորձի ապացուցել քիչ հասկացող մարդկանց, քիչ հասկացող այդ մասը գիտեք, չէ՞, տգետները միշտ ավելի շատ են, որ նույնիսկ պատմական իրավունքը դա իրավունք է եւ դա համար կարելի է հասակվել երկրների վրա։ Ինքը տեսել չի դնում է միջազգային իրավունք, ինքը նույնիսկ դնում է պատմական իրավունք։ Մենք մեր նույնիսկ պատմական իրավունքներից ենք հրաժարվում։ Էլ չեմ ասում իրական միջազգային սահմանած այն իրավունքները, որոնք տրված են Հայաստանին։ Տրված են նաև ինչ-որ բան Ադրբեջանին, բայց հասկանանք որտեղ են սկսում եւ որտեղ են վերջանում այդ սահմանները։ Ես համար որոշեցի առանձին անել այս նաև առանձին լինել այս տեսանյութը հասանելի YouTube-ում, որտեղ մարդիկ չեն սիրում ժամ ու կեսանոց հաղորդումներ նայել, նախընտրում են կարճ հաղորդումներ ավելի շատ։ Եվ այսպես ուզում եմ հիմա մի քիչ խոսենք, քանի որ դուք տեսնում եք, որ սա օրիգինալներն է, ես սկրինշոթներն եմ դրել, հա, լինքն էլ կա իմ մոտ, ուղղակի ենթադրում եմ, որ լինքը ամեն մարդ չի բացելու, ամեն մարդ այդ access-ը նաև չունի, որովհետև դրանք ունենալու համար հատուկ բան է պետք, թույլտվություն է պետք։ Ամեն դեպքում ես կարդամ ձեր համար
ազգերի լիգայի որոշումը Ադրբեջանի վերաբերյալ։ Հա։ Եվ այսպես, քանի որ նկարները շատ են, ես ես մաքրեմ, որ կարողանամ կարդալ, սովը մեծ ընթացքում բաներ չեն գա, մեսիջներ չեն գա և չեն փակի գրառումները։ Եվ այսպես է, փակասի, փակեցինք։ Ազգերի լիգայի որոշումը Ադրբեջանի վերաբերյալ։ Ես տվել եմ այս ամբողջ տեքստը, որպեսզի իմ համար թարգմանի արհեստական բանականությունը։ Ինչ է գրում ինձ։ Սա 1920 թվականի պաշտոնական փաստաթուղթն է 108 համարով, հուշագիր Ադրբեջանի Հանրապետության ազգերի լիգա ընդունվելու դիմումի վերաբերյալ, տեսեք, դիմումի վերաբերյալ, հա, որ այնպես էլ ազգերի լիգայի անդամ չի ստացել, չի դարձել։ Ինձ ասում որ ձեր ուղարկած անգլերեն եւ ֆրանսերեն էջերը նույն փաստաթղթի զուգահեռ տարբերակներն են, ստորև առանձնացնում եմ ամենակարևոր հատվածները հայերեն թարգմանությամբ, ինչը որ ես ձեզ ներկայացնում եմ։ Եվ այսպես, առաջին, Ադրբեջանի տարածքի եւ նախկին պետականության մասին փաստաթուղթը գրում է, նախկին պետականություն, հա, Անդրկովկասյան այն տարածքը, որտեղ առաջացել է Ադրբեջանի Հանրապետությունը, ըստ երևույթին այն տարածքն է, որը նախկինում կազմում էր ռուսական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները։ Այսինքն նախկինում այդտեղ Ադրբեջան չի եղել, եղել են այս նահանգները։ Այնուհետև նշվում է, որ տարածքը մոտ 40,000 քառակուսի մղոն է։ Այս տարածքը ըստ երևույթին նախկինում երբեք առանձին պետության կազմ չի եղել, այլ մշտապես ընդգրկված է եղել ավելի խոշոր կազմավորումների մեջ, մոնղոլական կամ պարսկական, իսկ 1813 թվականից ռուսական կայսրության կազմում։ Այսինքն ռուսական կայսրությունը կարող ասես իմ տարածքներն է հանգիստ նույն ձևի։ Ինչ սահմաններ է նկարագրում փաստաթուղթը։ Փաստաթուղթը նշում է, որ արևելքում սահմանը Կասպից ծովն էր, հյուսիսում Դաղստանը, հյուսիս-արևելքում Հյուսիսային Կովկասը, արևմուտքում Վրաստանն ու Հայաստանը, իսկ հարավում Պարսկաստանը։ Կարևոր նրբություն, սա տարածքի ընդհանուր աշխարհագրական նկարագրություն է, ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական իրավաբանորեն սահմանված պետական սահմանի հաստատում։ Բնակչության տվյալներ։ Ըստ հաստատախտում սա ադրբեջանցիներն են ներկայացրել, որ այնտեղ ապրում է 4,615,000 մարդ։ Այդ թվում 3,482,000 մուսուլման թաթարներ, այս ադրբեջանցի տարածք չի եղել։ Նույնիսկ այն ժամանակ ազգերի լիգայի դիմումի մեջ ադրբեջանցի գրած բառ գոյություն չկա։ Դրանք բոլորը խաղի այդ կոչել են մուսուլման թաթարներ։ 795,000 հայեր, այսինքն մոտ 800,000 տարածքում են հայ ունեցել, որոնք ամենամեղմ հաշվարկներով այսօր պետք է լինեին առնվազն 4-5 միլիոն, եթե ոչ ավել։ Բա ուր են այդ հայերը։ Հարցա չէ։ Այսա ուղիղ դատական հայցա։ Ուր են 4-5 միլիոն հայերը այդ տարածքում բնակեցված։ Սա իրանց տված թվերն է։ Եվ 26,580 վրացիներ, ինչպես նաև ռուսներ, գերմանացիներ, հրեաներ եւ այլն, փոքրամասնություններ։ Ադրբեջանի Հանրապետության ստեղծումը։ Փաստաթուղթը նշում է, որ ռուսական իշխանության փլուզումից հետո Անդրկովկասում ժողովուրդները ադրբեջանի թաթարները, ինչ է նշանակում ադրբեջանի թաթարներ, վրացիներ եւ հայեր սկզբում միավորեցին Դաշնային Հանրապետության մեջ։ Այդ Անդրկովկասյան դաշնությունը լուծարվեց 18 թվականի մայիսի 26-ին, 28-ին էլ եղավ Սարդարապետի ճակատամարտը։ Իսկ հաջորդ օրը մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակվեց Ադրբեջանի Հանրապետությունը։ Փաստորեն Ադրբեջանի Հանրապետությունը 28-ը մայիսին հռչակվել, որը մեր Սարդարապետի հաղթանակի օրն է։ Էն էլ ոչ թե Բաքվում, այլ Թիֆլիսում մոգոնած ամսաթիվ։ Դու ոնց կարաս քո հանրապետությունը հռչակես մի տարածքում, որը քո տիրապետության տակ չի։ Ինչի իրանց տիրապետության տակ չէ, որովհետև իրանց չէր։ Չունեին իրանք ընդեղ ոչ մի բան։ Հետաքրքիր է։ Ֆաթալ Խան Խոյսկին նշանակվեց կառավարության նախագահ, որտեղ բոլորն ապրում էին ճոխության մեջ Թիֆլիսում, այնտեղ ոչինչ բան չկար։ Դե կար ուղղակի Բաքու նավթավերամշակող քաղաք, որը այդքան ավելի լավը չէր, քան Թիֆլիսը, կյանքը Թիֆլիսում էր։ Եվ այսպես Բաքվին վերաբերող կարևոր հատվածը նորաստեղծ Ադրբեջանի կառավարությունը Թիֆլիս տեղափոխվեց իր տարածք, սակայն փաստաթուղթը նշում է, որ չկարողացավ տիրանալ իր մայրաքաղաքին,
Ոնց կտիրանա դա Իրանը չէր, ինքը հռչակել է, բայց Իրանը չի եղել։ Մինչև 18 թվականի սեպտեմբերի 14-ը, մայիսի 28-ին հռչակել է Բորիսը պետությունը, բայց մինչև 14 սեպտեմբեր չի կարողացել մտնի։ Իրանց ինչպես ամբողջ պատմությունն է fake, նույնիսկ այս թվերստեղը ինքը fake էր դեռ 18 թվականից։ Եվ քաղաքը տարհանվեց բոլշևիկյան ուժերի կողմից, որոնք նահանջում էին գերմանա-թուրքական ներխուժման առաջ։ 6-րդ բրիտանացիների վերաբերմունք Ադրբեջանի կառավարությանը 18 թվականի արդեն նոյեմբերի 17-ին բրիտանական զորքերի հնամանատար գեներալ Թոմսոնը մտավ Բաքու։ Ինքն է օգնել Ադրբեջանին մտնել Բաքու։ Այդ խոյսկուն, այդ թաթարներին բրիտանացիք։ Փաստաթուղթը նշում է, որ սկզբում Ադրբեջանի կառավարության դիտարկում էր միայն որպես տեղական իշխանություն։ Այսինքն ինչ է պետք բրիտանացիներին, որ բոլշևիկները չլինեն, եւ Բաքվի 26 կոմիսարներն էին այդ բոլշևիկները, հիշացնեմ, Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ Պետք է բրիտանացուն, որ այդ նավթը ինքը կառավարի եւ ինքը վերցեց ինքնահռչակ Ադրբեջանի թաթարների, ասենց ասեմ, մահմեդական թաթարների կառավարությունը նշանակեցնում է որպես իր վասալ կառավարություն, որ տիրություն ան տարածքի։ Նա հայտարարեց, որ տարածքը զբաղեցնում են նոր ռուսական կառավարության հետ համաձայնությամբ, այսինքն, փաստորեն բրիտանացիներն ու ռուսները իրար հետ են։ Ռուսները ցարական Ռուսաստանը, որոնք կռվում են նաև բոլշևիզմի դեմ։ Առանց կանխորոշելու Ռուսաստանի իրավունքները այդ շրջանում։ Միայն 18 թվականի դեկտեմբերի 28-ին Թոմսոնը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը այսուհետ կհամարվի միակ կանոնավոր տեղական կառավարությունը։ Մայիսի 28-ին ընդեղ Թիֆլիսում իրենց հռչակում են, դեկտեմբերի 28-ին նոր Թոմսոնը բրիտանացիները այդ թաթարներին նշանակում են ընդեղ կառավարությունը 6 ամիս իրանք կառավարություն չեն եղել, բրիտանացիներն են նշանակել իրանք որպես կառավարություն, բայց չեն ճանաչել իրանք որպես պետականություն, հետաքրքիր է։ Ադրբեջանի ճանաչումը եղել է փաստորեն դե ֆակտո, իրանք նշանակել են, ասենք մենք քո հետ գործ ունենք, նավթը դու ես տեղ բանանում, աշխատացնում, մենք էլ տանում ենք։ Եղել է ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո։ Գրավել են տարածքը, այս մահմեդականների նշանակել են, դե ասել են մենք ձեր հետ գործ ունենք։ Սա փաստաթղթի իրավական առումով ամենակարևոր հատվածներից է։ Եվ այսպես 20 թվականի արդեն հունվարի 12 արդեն տարուկ է մոտարապես, հա, Փարիզի խաղաղության կոնֆերանսում Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը ստացել են դե ֆակտո ճանաչում դաշնակիցների գերագույն խորհրդի կողմից։ Երեք պետություններ։ Պետք է նշել սակայն, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չմիացավ այդ ճանաչմանը։ Միացյալ Նահանգները Ադրբեջանը այդպես չի ճանաչել։ Ասեմ ձեզ, Հայաստան ճանաչել է։ Հայաստանի նկատմամբ Վուդրո Վիլսոնը նույնիսկ բան է վերցրել, հովանավորություն է վերցրել։ Հայաստանը նույնիսկ դեսպան է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամերիկան չի ճանաչել Ադրբեջանին։ Հաջորդ էջում էլ ավելի հստակ ասում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը ինքը պնդում էր միայն դե ֆակտո ճանաչման մասին, որը տվել է Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիայի կողմից, իսկ ԱՄՆ-ը հրաժարվել է ճանաչումից։ 20 թվականի ապրիլից Ադրբեջանի կառավարությունը փաստացի ցրվել է փաստաթուղթում գրվում է, որ 20 թվականի ապրիլի 25-ին, ուրեմն հունվարին դե ֆակտո ճանաչել են, ապրիլին արդեն ցրվել են մոտ 20 թվականի ապրիլի 25-ին Բաքվում էլի բանը բոլշևիկները իշխանությունը վերցնում են, ցրվում է ադրբեջանական կառավարությունը ու փախնում է։ Դե մահմեդականներն ինչ պետք է անեն ուրիշ։ Կառավարության որոշ անդամներ, որոնք ընկան հեղափոխական ուժերի ձեռքը, սպանվեցին։ Հանրապետության բանակն էլ ցրվեց։ Այնուհետև նշում է, որ իմիջիալոց ասեմ, որ այդ ադրբեջանցիների կողմից բրիտանացիների նշանակումից հետո եղան Բաքվի ջարդերը հայտնի, կոտորած, ցեղասպանություն։ Այսուհետև նշում է, երկաթուղիներով անցնող տարածքները շարունակում են գտնվել բոլշևիկների վերահսկողության տակ, իսկ կառավարության կառույցները մասնատված են, եզրակացությունը բավականին կոշտ է։ Ադրբեջանի Հանրապետության վարչակազմը կարող է գործել միայն այն կայուն միջոցներով, իսկ նրա գործադիր վերահսկիչ մարմինները դժվարությամբ են կապ պահպանում կենտրոնական կառավարության հետ, որն է ցրված է։ Պետականություն որպես այդպիսին չի եղել։ Ազգերի լիգայի գլխավոր իրավական հարցը Ադրբեջանը դե յուրե պետությունն էր հարց է տալիս ճանաչելը։ Սա իմ կարծիքով ձեր ուղարկած փաստաթղթի ամենակարևոր իրավական ձևակերպումն է։ Հիմա տեսնենք ինչ է տալիս հարցը։
Ազգերի լիգայի հուշագիրը հարց է դնում. արդյոք 18 թվականի մայիսին հանրապետության հռչակումը եւ 20 թվականի հունվարին դաշնակիցների կողմից տրված ճանաչումը բավարար են Ադրբեջանը որպես դե յուրե համարվի լիովին ինքնակառավարվող պետություն ազգերի լիգայի կանոնության իմաստով։ Այսինքն փաստաթուղթը ինքնաբերաբար չի ընդունում, որ Ադրբեջանի միջազգային իրավական պետական կարգավիճակն արդեն անվերապահորեն հաստատված է։ Այն հենց այդ հարցը ներկայացնում է որպես իրավական խնդիր, որի վերաբերյալ պետք է որոշում կայացներ ազգերի լիգայի վեհաժողովը։ 10-րդ Երկրորդ իրավական խնդիրը, ով էր իրականում ներկայացնում Ադրբեջանը։ Փաստաթուղթը նաև հարցնում է նույնիսկ Ադրբեջանը համարվի լիովին ինքնակառավարող պետականություն արդյոք Ժնևում գտնվող ադրբեջանական պատվիրակությունը իրավասու էր ներկայացնել երկրի օրինական կառավարությունը եւ արդյոք այդ կառավարությունը ընդհանրապես ի վիճակի է իրականացնել ազգերի լիգայի անդամակցությունից բխող միջազգային պարտավորություններ։ Ամենակարևոր եզրակացությունը այս էջերից կարելի է փաստաթղթի հիմքով հետեւյալը ասել. 20 թվականի ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնական հուշագիրը արձանագրում էր, որ Ադրբեջանի նախկին տարածքը նախկինում առանձին պետություն չէր կազմել, Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվել էր 18 թվականին, ստացել էր միայն դե ֆակտո ճանաչում, այն էլ բրիտանացի կողմից 6 ամիս հետո։ Այն էլ մի շարք պետություններից։ ԱՄՆ չէր միացել այդ ճանաչմանը, իսկ 20 թվականի վերջին դե յուրե պետական կարգավիճակն ներկայացնող կառավարության իրավասությունը ազգերի լիգայի համար դեր իրավական քննարկման հարց էին եւ այդպես էլ չդարձավ ազգերի լիգայի անդամ Ադրբեջանը որպես պետություն, որովհետեւ այնտեղ պետականություն չկար, ի տարբերություն Հայաստանի, եւ ձեզ պետք է ասեմ, որ 18 թվականի մայիսի 28-ից մինչեւ 20 թվականի վերջ, դեկտեմբերի 2, երբ որ բոլշևիկները գրավեցին Հայաստանը եղել է ճանաչված պետություն։ Այդ ընթացքում նրա անկախությունը ճանաչել են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ 20-ից ավելի երկրներ, որտեղ հայերը ունեցել են դեսպաններ եւ Ճապոնիայում եւ Ֆրանսիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մինչեւ 33 թիվ։ Անկախությունը Հայաստանի ճանաչել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ադրբեջանի որպես պետություն այդպես չի ճանաչել, որտեղ նա ինքը չէր կարող պետություն լինել, որը ինքնին հիմնում է Թիֆլիսում 6 ամիս հետո նոր իրան ընդեղ նշանակում են բրիտանացիները։ Պատկերացեցիք, ստեղ բրիտանացիների դերը շատ մեծ է Ադրբեջանի ճակերտավոր ասեմ ստեղծման գործում, միջև որ կոմունիստները դա հիմնավորեին արդեն 21 թվականից հետո։ Ինչով է դա ապացուցվում։ Ցույց տամ փաստաթղթերով։ Միջև բրիտանացիների դերը նրանց Արցախը զավթելու, նաև Սյունիքը զավթելու փորձերին 18-19 թվականին, որոնք հենց բրիտանացիներն էին օգնում այնտեղ, ինձ ասեմ դրա դեմ կռվում էր Անձանիկը կարողացավ պահել Սյունիքը, այնտեղ այդպես էլ չմտան, բայց չթողեցին, որ Անձանիկը մտնի Շուշի, ասելով որ մտնելու պարագայում Անձանիկը արդեն գործ կունենա բրիտանական բանակի հետ, որին արդեն դա պետք չէ եւ կարողացան Անձանիկին համոզել 19 թվականին չգնա առաջ դեպի Արցախ, խոստանալով որ այս հարցը վերջնականապես լուծվելու է 20 թվականին, ասենք մոտ մի տարի հետո Փարիզի վեհաժողովում։ Հիմա տեսնենք ինչա ներկայացել Փարիզի վեհաժողովին Ադրբեջանը, ինչ ախորժակներ է ունեցել դեռ այն ժամանակվանից, չլինելով պետականություն, լինելով ֆեյք դրածո երևույթներ, չունենալով դրանից առաջ ոչ մի պետականության պատմություն այնտեղ, որը ազգերի լիգան հիմնավորում է։ Այս ամեն ինչ ինչի համար է կարևոր։ Ամեն ինչ ինչի համար է կարևոր։ Երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պնդում է, որ իրանք ինչ որ իրավունքներ ունեն, սրա համար ինչ որ մի բան պետքա ցույց տա, ոչ թե 1974 թվականի ինչ որ գլխավոր շտաբի, այն էլ երրորդ երկրի գլխավոր շտաբի քարտեզ, որը էլի ոչ մի բան չի նշանակում։ Որովհետև 74-78 թվականին ես ինչ որ բան եմ փոխել, 78 թվականից հետո արդեն միջև 91 թիվ, միջև 96 թիվ, շատ ավելի շատ բաներ է փոխվել, որովհետև եւ Մովսիսյանը, եւ Դեմիրճյանը այնքան գործ են արել քարտեզները փոխելու համար, հասկանում եք, վերցնել 74 եւ 78 թիվ քարտեզ բերել ցույց տալ, որը ինքնին աբսուրդ է։ Դա կարանի մենակ այս թշնամու երկրի ներկայացուցիչը, որովհետև դե ֆակտո Հայաստանը դեկտեմբերի 2-ից ենկոմ գոյություն չի ունեցել։ Ուղղակի որպես պետականություն։ Եվ թե ասենք իրան օկուպացած երկիրը 1974 թվականին ինչ կգծեր
ու դա ում համար հիմք կլիներ, մենակ դա կարող է հիմք լինի Փաշինյան Նիկոլի նման թուրքական գործակալի եւ իրան լսող այն մասային, որը ինքը իրավական գիտակցություն չունի, բարոյականություն չունի, հիշողություն չունի, ամենակարևորը արժանապատվություն չունի, ինքը նույնիսկ ունակ չի հարց տալու, ես ոնց կարող եմ պարտք լինել մի պետության, որը գոյություն չի ունեցել, մինչդեռ Իսրայելը իր պատմական իրավունքներն պատերազմով տարածում, պատմական, գրել է ինքը իր բանի մեջ, տորայի մեջ, որ այս ամեն ինչն է ու անում է, իսկ մենք գնանք առաջ, հա? Եվ այսպես ադրբեջանցիները որոշել են, ու սենց որ կարդակ կլսեք ինչ փաստարկներ են ուզեցել ներկայացնել, որ ի վերջո ճանաչեն իրենց, այդպես էլ չեն ճանաչել։ Եվ այսպես 17-18 թվականների պետության ստեղծումը, արդեն գրել են, որ Ադրբեջանը սա ներկայացվածն է, ինչ են ներկայացել ազգերի լիգային։ Բրոշյուրները նկարագրում են ռուսական կայսրության փլուզումը անդրկովկասյան կոմիսարիատը Սեյմը 18 թվականի ապրիլին, հա, եւ 18 թվականի մայիսի 28-ին ադրբեջանական ազգային խորհուրդը հռչակել է անկախ հանրապետություն։ Սա մասին մենք արդեն խոսացինք։ Ներկայացում է նաեւ Ադրբեջանի կառավարության ստեղծումը սկզբում Գանձակում նստելը, ապա Բաքվում մայրաքաղաք դարձնելու ցկտումը, որը տենց էլ չեն կարողացել անել 6 ամիս, մինչև բրիտանացիներն են իրենց ճանաչել, ոչ մեկ իրաց չի ճանաչել, որտեղ իրանք տեղ չունեին նստելու եւ ամենակարևորը, ոչ զորք ունեին, ոչ իշխանություն ունեին։ Ոչ իման չունեին, երկիր իրենց ձեռքի տակ չէր, կառավարման տակ չէր, ինքնահռչակ երևույթ էր։ Ու այդ ընթացքում Բաքուն ներկայացում է որպես պետության, տնտեսության, քաղաքական եւ հատկապես նավթային կենտրոն, ինչի մասին միշտ իրանք խոսացել են։ Մեծ հատված նվիրված է Բաքվի իրադարձություններին 18 թվականին։ Փաստաթուղթը դրա նկարագրում է Ադրբեջանի ազգային տեսանկյունից եւ բոլշևիկների ու հայկական ուժերի գործողությունը ներկայացում է որպես մահմեդական բնակչության դեմ զանգվածային բռնություն։ Այն պնդում է ավելի քան 12000 մահմեդական զոհերի եւ ծանր մեղադրանքներ ներկայացում դաշնակցության ու հայկական զինված ուժերի դեմ։ Ուրեմն, եթե դաշնակցությունը չլներ, թուրքերն ու գերմանացիները գրավել էին Բաքուն վաղուց։ Վաղուց։ Դաշնակներն են պահել Բաքվում։ Մի խոսքով։ Իրանց պետք է այսօր հարցնել Ալիևին, որտեղ են 800,000 հայերը։ 100 տարի առաջվա։ Որտեղ է այսօրվա վիճակով առնվազն 4 միլիոն հայերը։ Սա լեգիտիմ հարց է։ Այս բաժինը հատկապես կարևոր է աղբյուրագիտական տեսանկյունից, սա Ադրբեջանի պատվիրակության 19 թվականի ներկայացած տեսակետն է եւ թվերը մեղադրանքները այս PDF-ում անկախ միջազգային քննության եզրակացություն չեն, սա իր ներկայացությունն է։ Բրիտանացիների ժամանումը եւ Ադրբեջանի պետական կառույցները լիացեցին արդեն նոյեմբերի 17-ին Բաքու մտավ բրիտանական զորքերը, Բաքուն իրենց չի, իրենք բանը հռչակել են իրենց հանրապետություն, բայց չկա։ Թոմսոնի ղեկավարությամբ ձևակերպան բանը Թոմսոնը բնակչությանը կոչ արեց ենթարկվել ադրբեջանական կառավարության։ Լավ է, չէ՞։ 6 ամիս առաջ իրանք պետություն են հռչակել, բայց բնակչությունը չի ենթարկվում իրանց։ Դրանից հետո փաստաթուղթը մանրամասն ներկայացնում է խորհրդարանը նշելով 120 անդամ, 21 հայ, 10 ռուս պատգամավոր։ Ինքնև նաև ինչպես նաև այլ փոքրամասնություններ։ Փաստաթուղթը փորձում է այս ամենով ապացուցել, որ Ադրբեջանը ոչ թե պարզապես տարածքային շարժում էր, նույնիսկ արհեստական բանականությունն է գլխի ընկել, այլ գործող հանրապետություն խորհրդարանով կառավարությամբ բանակով նախարարությունները։ Հիմա կարդանք Ադրբեջանի տարածքային պահանջները այն ժամանակ, նայեք ուրեմն գալիս է Բաքվի նահանգն են պահանջում, Ելիզավետպոլը, Գանձակը, այդ թվում Շուշին, Ջեբրայիլը եւ Զանգեզուրը, ինչպես նաեւ նախկին Երևանի նահանգից Նախիջևանը, Շարուր Դարայելագյազը, Սուրմալուն եւ Երևանի Էջմիածինի Ալեքսանդրապոլի եւ Նոր Բայազետի շրջանների որոշ մասեր։ Նոր Բայազետը գիտեք որն է։ Նոր Բայազետը գավառն է։ Ու չգիտես ինչի են Նոր Բայազետը փոխե գավառ է, վերջերս եմ ասել։ Պատկերացնում եք, Բայազետից գաղթում են Արևելյան Հայաստան, կոչում են Նոր Բայազետ, միշտ փորձում են, փոխում են մեկը որոշում է պետք է ջնջի հիշողությունը, որոշում է գավառ։ Ինչ գավառ, ինչ կապ ունի։ Դա Նոր Բայազետն է, այսինքն ուզել են Շուշին, Ջեբրայիլը, Սուրմալուն, Երևանը, Էջմիածինը, Ալեքսանդրապոլը ու գավառը։ Ամբողջ Հայաստանն են ուզել։ Ու քիչ-քիչ գալու են։ Վստահ եղեք, քանի Նիկոլը գա,
Նիկոլագա։ Այսպես հասնում Շուշին արդեն գրան վերցրել են, Ջեբրայելը արդեն վերցրել են։ Հիմա Զանգեզուրի վրա են բանա աշխատում։ Նախիջևանը պահանջում են Հայաստանից, որ հրաժարվի Հայաստանը Նախիջևանի ստատուսից, սա մասին առանձին ենք խոսալու, եւ հետո գալու են Էշմիածին, Երևան, Ալեքսանդրապոլ, Գավառ, Քյավառցիք, լսում եք։ Պարտենիս, Քյավառ, բան, պատրաստ եղեք։ Ադրբեջանը գալիս է, սա մասին գրել է դեռ 100 տարի առաջ։ Բայց հենց այս նույն փաստաթուղթը շատ կարևոր խոստովանություն է անում Երևանի ու Թիֆլիսի նախկին նահանգների մի շարք տարածքներ վիճելի էին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի այլ կողմերով։ Լավա որ ադարժենի են արել, էլի մեզ թողել են մի քանի վիճելի տարածք։ Այդ թվում այս ամեն ինչը գրում է ընդգծված միջազգային ճանաչված սահմաններ չեն եղել, դրանք Ադրբեջանի պատվիրակության պահանջներն են։ Չլինելով ոչ մի բան, կատարյալ ոչնչություն, որ նույնիսկ Բաքվում իշխանություն չեն ունեցել, բրիտանացիներն են իրենց նշանակել կառավարություն եւ բնակչությանն էլ կոչ են արել ճանաչեք այս որբերին։ Բայց իրանք միջև Սուրմալու, միջև Մասիս, սա ամբողջ ուզում են։ Երևանով, Էշմիածինով, բանով, Ալեքսանդրապոլով, ամեն ինչ։ Քավառով, բան, ամեն ինչ ուզում են։ Իրանց Բաքվում չեն ճանաչում, բայց սրանք ամեն ինչ ուզում են։ Լրիվ թուրքական պահանջատիրություն է։ Ընդ որում, իրանք այդ ժամանակ պահանջում էին 94 քառակուսի կիլոմետր, բայց ձգտում էին հասնել 160,000, 185 քառակուսի կիլոմետր։ Բա, այսպես ախորժակ են լցել։ Իրական վերահսկողության տարածքներ եւ պահանջվող տարածքներ, այսինքն մտածել են այսքան իրական վերահսկողության տակ է, մեկ էլ տարածքներ, այդքան էլ պահանջում են ձեռի հետ։ Վերջնոսկով էս բանը տնտեսական հնարավորությունները էթնիկ խմբեր էդի կարևոր չի։ Ադրբեջանի այս գրել են թվեր են հոդիներ, որ իրենք ապացուցեն, որ Ադրբեջանը դա պետություն է։ Բայց միակ բանը, որ նշել են, դա նավթի արդյունաբերությունն է, նավթի արդյունահանումն է, 665 միլիոն ռուբլու։ Այդ էլ ովքեր են նավթի արդյունահանում, հայերն ու հրեաները, Նոբելներ ու հայերը։ Ու British Petroleum-ը, այս ամեն ինչի տակ փնտրեք British Petroleum-ին։ Ադրբեջանի հիմնական միջազգային պահանջը 19 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսի ներկայացված հուշագրի վերջում ադրբեջանական պատվիրակությունը ձևակերպում է 3 հիմնական պահանջ՝ ճանաչել Կովկասյան Ադրբեջանը որպես լիովին անկախ պետություն, Ադրբեջանի պատվիրակությունը թույլ տալ մասնակցել Փարիզի խաղաղության կոնֆերանսի աշխատանքներին, որ ոչ են արեցին, Ադրբեջանին ընդունել ազգերի լիգայի անդամ, ոչ էլ դա արեցին։ Ուրեմն այն հանգամանքը, որ դե ֆակտո ճանաչել է բանը Բրիտանիան ու խնդրել է, որ մնաց հասնել ենթարկվել, դա դες չի նշանակում, որ դա դե յուրե ճանաչված պետություն է եւ կոնկրետ սահմաններով, կոնկրետ, շատ կարեւոր է։ 20 թվականի ապրիլից հետո, երբ որ արդեն բոլշևիկները գծում են, կոնկրետ ամեն ինչ փոխվում է իրանց մոտ։ Արդեն ազգերի լիգայի ամենակարևոր գնահատականը հանձնաժողովը հարց է տալի, արդյոք Ադրբեջանը ունի կայուն կառավարություն, հաստատված սահմաններ, իրական պետական իշխանություն։ Պատասխանը ոչ, որովհետև եթե չունի կառավարություն, հաստատված սահմաններ, իրական պետական իշխանություն, այդ պետությունը պետություն հնարավոր չի ճանաչել։ Որովհետև պետությունը նրանք են, որ ունեն կայուն կառավարություն, հաստատված սահմաններ, իրական պետական իշխանություն, որն էլ ունակա իրականացնի արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Եթե այս ամեն ինչը չկա, սա միջազգային նորմա, այդ պետությունը պետականություն չի կարող ճանաչվել։ Դա մոտ անբարենպաստ է։ Փաստաթղթում բառացի իմաստով արձանագրված է, կառավարությունը չի կարող բնութագրվել որպես կայուն, իսկ պետության սահմանները Հայաստանի եւ Վրաստանի հետ վիճարկման առարկա են։ Վերջացավ գնաց։ Բացի այդ նշում է, որ բոլշևիկները վերահսկում էին Բաքուն եւ ռազմավարական ճանապարհները։ Դա ոնց կարող է պետություն լինի։ Իսկ միևնույն ժամանակ 1918-20 թվականներին Հայաստանը պետություն էր, որը ճանաչված էր, որ ուներ բանակ, որ ուներ բյուջե, որը ստանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից օգնություն, հսկայական օգնություն ա եկել իմ ջրոց։ Բրիտանացիներն իմ ջրոց, այսպես պետք է ասեմ, զինում էին բանակը։ Շատ կասկածելի էր, ման բրիտանացիները այնտեղ են նշանակում կառավարություն, որ նավթը Զանգեզուրով Նախիջևանը տանել, համ էլ զինում էին Հայաստանի բանակը։
Սա ինչ կա էլի։ Սա իմ կարծիքով ամբողջ PDF-ի ամենաուժեղ իրավական փաստերից էր։ Ինչի մասին որ խոսում է, որովհետև սա արդեն Ադրբեջանի սեփական հուշագիրը չէ, ինքը չի, արդեն սա ազգերի լիգայի ընդունման գործընթացում կազմված պաշտոնական գնահատականն է։ Այսինքն միջազգային մարմինը նույնպես Ադրբեջանի տարածքային հավակնությունները չի ներկայացնում որպես արդեն հաստատված սահմաններ, այլ որպես պահանջ։ Դե այնտեղ արդեն Ադրբեջանի հակափաստարկներն է, ԱՄՆ-ին ուղղված դիմումները, որը ԱՄՆ-ն չի ճանաչում մտածել Ադրբեջանին։ Մի խոսքով, այս 185 էջանոց ֆայլը փաստորեն պատմում է Ադրբեջանի 19-20 թվականի, տեսեք ինչքան մեծ է ֆայլը։ Փորձի մասին միջազգային հանրությանը համոզելու, որ ինքը անկախ կենսունակ եւ ճանաչման արժանի պետություն է։ Էսա փորձը, որը տենց էլ չի կարող ասել հասնել դրան։ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացնում է իբր պատմական հիմնավորում, խանությունների ժառանգության տեսություն, մեծ տարածքային պահանջներ, ժողովրդավարական էթնիկական փաստարկներ, Բաքվի նավթն ու տնտեսական ներուժը, սա արդեն British Petroleum-ն է, օգնական ժողովրդավարական իբր խորհրդարանը, որը դες բան չի եղել, էլի British Petroleum-ն է, բրիտանացիները, Ռուսաստանի դեմ անկախության պահանջ, Վրաստանի եւ Հայաստանի հետ տարածքային վեճեր, մի խոսքով, ազգերի լիգա ընդունելու խնդրանք, բայց հենց այդ նույն դոսիեի ազգերի լիգայի պաշտոնական մասում արձանագրվում են Ադրբեջանի երկու հիմնական խնդիրները՝ կառավարությունը կայուն եւ տարածքի նկատմամբ իրական իշխանություն ունեցող կառավարություն չէր համարվում 1920 թվականի նոյեմբերին։ Այսինքն դու կարաս հայտարարես, որ դու ցայր գառի, որ դու Հիսուս Քրիստոսն ես կամ ալֆան ու օմեգան, բայց իրական իշխանություն եւ հնարավորություն կառուցված պետականություն դու չունես, հետեւաբար դու չես կարող լինել։ Եվ ամենակարևորը Հայաստանի եւ Վրաստանի սահմանները հաստատված չէին եւ վիճարկվում էին։ Սրանից հետո այսը կարծեմ ուստի իրավական ուսումնասիրության համար շատ արժեքավոր է, որովհետև այն միաժամանակ պարունակում է եւ Ադրբեջանի առավելագույն պահանջները եւ ազգերի լիգայի պաշտոնական գնահատականը, որը դրանից մի քանիսը փաստեցի սահմանազատում է որպես վիճելի պահանջներ, ոչ թե ճանաչված սահմաններ։ Եթե այս փաստաթուղթը համատենք Հայաստանի համապատասխան ազգերի լիգայի դոսիեի հետ, արդեն հնարավոր կլինի շատ ավելի խիստ փաստաթղթային հիմքով որոշել 20 թվականին Հայաստանի թե Ադրբեջանի միջազգային իրավական դիրքն էր ավելի ուժեղ եւ հատկապես ինչն էր միջազգային մարմինը փաստում Ղարաբաղի եւ Զանգեզուրի Նախիջևանի սահմանների մասին։ Ես նաեւ խնդրել եմ, որ սա անի ինձ համար։ Այստեղ արդեն սկսում է ամենահետաքրքիրը Հայաստանի հետ կապված։ Ես ընդամենը մի փաստ եմ ուզում ձեր ասեմ, որ Հայաստանը դե ֆակտո ճանաչված էր նույնպես, բայց երբ որ դե յուրե դրվեց այն քննվածության, Հայաստանի անկախությունը 1920 թվականի դեկտեմբերի 25-ին արդեն դեկտեմբերի 2-ին Հայաստանը գրավել էին բոլշևիկները։ Եվ ազգերի լիգան դե յուրե չկարողացավ ճանաչել Հայաստանը, չնայած դե ֆակտո ճանաչված էր, դեսպաններ ունենան, որովհետև այն արդեն թուրքերն ու ռուսները գրավել էին, ոչ թե նրա պատճառով, որ ինքը պետություն չուներ, բանակ չուներ, ինքը արտաքին հարաբերություններ չէր կարող կառավարել, բյուջե չուներ, տնտեսություն չուներ, այն ինչով պետք է, հա, պետության համար։ Այս ամեն ինչ ուներ, ուղղակի բոլշևիկները արդեն գրավել էին։ Գալիս ենք Սևրի պայմանագիր եւ այլն։ Այս այն ինչ որ հիմա ես խոսում եմ, չնայած սա իմ մասնագիտությունը չի, ես պարտավոր չեմ այս ամեն ինչը անել, հա։ Սա կարևոր։ Մի շատ կարևոր փաստ Հայաստանի մասին արդեն 1919 թվականին, նույնիսկ մինչև 20 թվականի պաշտոնական ճանաչումը, Դաշնակիցների գերագույն խորհուրդը Հայաստանը դիտում էր որպես առանձին փաստացի կառավարություն։ 19 թվականի հունիսի 27-28 փաստաթղթերում առաջարկում է նշանակել դաշնակիցների միասնական հանձնակատար Հայաստանում, որը լիազորություններ կունենար ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայի, Իտալիայի անունից հարաբերություններ վարելու de facto Armenian government-ի հետ։ Ճանաչված է եղել
ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ճանաչված հանրապետություն էր եւ բանը 19 թվականի հունիսի 27-28-ին դեսպան են որոշել ուղարկել de facto Armenian government-ի հետ, որը անկախացել էր հենց Հայաստանում, պատերազմը հաղթել էր Սարդարապետի հենց Հայաստանում մայիսի 28-ին, կառավարությունը գործում էր հենց Հայաստանում Արամ Մանուկյանի գլխավորությամբ, այսինքն ինքը պետություն էր, ոչ թե fake կառուցված, որը իրան հրճակել էր Թիֆլիսում, 6 ամիս հետո բրիտանացիներ իրան խնդրում են ճանաչել Բաքվում եւ որը 2 ամիս հետո փախնում է ուղակի, որովհետեւ չի կարողանում կառավարել, որովհետեւ ոչ մի կառավարման հնարավորություն ինքը չուներ։ Պետություն չէր դա։ Դա մի խառնամբող էր մահմեդական ցեղերի, այնտեղ միակ կառուցվածքը, որ կար կուսակցական, դա դաշնակներն էին։ Դաշնակներն ու բոլշևիկներն էին։ Սա մի առանձին խոսակցություն է, թե ինչի Դրոն ու Շահումյանը չկարողացան, այդ չեմ ասում բանի հետ, Կասյանի տականքի, նույն Միկոյանի հետ չկարողացան բան անել, Հայաստանը փրկել։ Դրա համար ադրբեջանցիները ատելով ատում են Շահումյանին, ատելով։ Շահումյանը կոմունիստ էր, բոլշևիկ էր, բայց այն որ ինքն է Հայաստանի համար արել, ոչ մի բոլշևիկ չի արել այդ ընթացքում, նույնիսկ հենց այդ ընթացքում։ Սա այս պատմագրական փաստերը պետք է տանք լուրջ պատմաբանների, սա իրանց գործն է, որ իրանք առանձին հաղորդումներ անեն։ Չնայած շատ բան կա, բայց ոչ այդպես փաստաթղթավորված։ Սա նշանակում է, որ Հայաստանի փաստացի պետական սուբյեկտանությունը միջազգային մակարդակում ընդունվում էր մինչև 20 թվականի հունվարի պաշտոնական ակտը։ Արդեն ընդունվում էր։ Հիմա եզրակացությունները։ Մենք 91 թվականից, sense ասեմ, 91 թվականից չէ, 88 թվականից Ադրբեջանի հետ ունենք խնդրեմ, ճիշտ է։ Արցախյան շարժում, եւ ինչ եղավ 88 թվականը, ոնց սկսեց շարժումը։ Սկսվեց օրինական հիմքի վրա։ Արցախցիները դիմեցին Հայաստանի կառավարությանը, որպեսզի միացման process-ը սկսի։ Դրան արձագանքեց Ադրբեջանը Սումգայիթով։ Այն ժամանակ, քանի որ սովետական միություն էր եւ Արցախյան շարժումը ղեկավարում էին բանիմաց մարդիկ, որոշեցին էլի գնան օրինական ճանապարհով եւ Արցախի գերագույն խորհուրդը տեղական դիմեց Հայաստանին, որպեսզի նա ընդունի Արցախին իրեն կազմում։ Ընդ որում գործող սովետական սահմանադրության օրենքների համաձայն։ Եվ Հայաստանը սիրով ընդունեց դա, հաստատեց։ Սովետական միությունը դա որոշ ժամանակ հետո, ինչքան ես եմ հիշում, չեմ ուզում կեղծեմ, դա չի ճանաչում այդ որոշումները, դա սովետական միության գործն է, այդ օրվա կառավարության գործն է, բայց սահմանադրորեն դա իրավունքն էր այս ժողովրդի։ Դա սահմանադրորեն այդ մարդկանց իրավունքն էր միավորման։ Հիմա չեմ ուզում սա վիճարկել, ինչու եղավ, ինչու չեղավ։ Անցնենք 91 թվականից հետո, երբ որ մենք անկախ պետություն ենք արդեն։ Որովհետև ինչքան նայում եք սովետական շրջանը, այդ օրվա առաջնորդները գործում էին տեղական օրենքների շրջանակներում։ Հիմա արդեն անկախություն ենք, ՄԱԿ-ի անդամ ենք, տարբեր միջազգային կազմակերպություններ ենք ինտեգրվում, ես հիշում եմ այդ ժամանակ օրեկան մի բան էր, Հայաստանը դարձավ այս ՄԱԿ-ի անդամ, այս չգիտեմ, սրա անդամ, նրա անդամ ինչքան միջազգային կառույցների անդամ կար, Հայաստանը դառնում էր, մենք էլ ուրախ ծափ ենք տարի, չենք հասկանում դա ինչ է։ Մտածում ենք, որ լավ բան է, որտեղ միջև մենք ոչ մեկ ենք, անկախություն չունենք եւ այլն։ Каждая Պրոբլեմը լուծված չէր։ Եվ Հայաստանը միանգամից արդեն Ղարաբաղյան շարժման թևերի վրա եկած իշխանությունը Ղարաբաղից հրաժարվում է։ Ասում են գնացեք առանձին, մենք չենք կարող միանանք։ Եվ Ղարաբաղը հրճակվում է։ Սա բան են, հանակվեր են անում, էլի օրենքների շրջանակներում ու դառնում են անկախ։ Էլի անցնում է, քանդվում է սովետական միությունը։ Էլ բան չկա։ Հիմա պետք է գնանք միջազգային օրենքների ստանդարտներով, ճիշտ է։ Չկա սովետական միություն, որտեղ դու այդ օրենքների շրջանակներում ես գործում, այս ամեն ինչը պետք է մտցնել Նիկոլ Փաշինյանի աչքը եւ հնարավոր բոլոր տեղերը եւ նաեւ այդ ների հետևողների։ Հիմա ինչ պետք է անել արդեն նոր կառավարությունը, չէ՞ որ խնդիրը պատերազմն է արդեն։ Պատերազմը այդ խնդիրը պետք է լուծվի։ Դե կարելի ասել միջև 94 թիվը
Մինչև 92 թիվը, քանի որ Հայաստանը նոր էր անկախացել, ստեղ թալանով էին զբաղված, շատ բանից տեղյակ չէին, լավ, հələ նոր էինք դառնում միջազգային սուբյեկտ, կարող բանա ժամանակա կառավարությունը դա անգրագետ չնայած անգրագետ չէին, ավելի խելացի էին քան այսօրվա, բայց ինչ որ այ 94 թվին եղավ զինադադար եւ շատ կասկածելի պարագաներում Լևոն Տեր-Պետրոսյանը հրադադար զինադատարականքում ընդ որում ճանաչելով Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ Ադրբեջանի իրավունքները, տեսեք, ազգերի լիգայի ոչ մի որոշման մեջ, թե ընդ որում բանը Ադրբեջանը վերադառնում է իր առաջի հանրապետության հռչակագրին, առաջի հանրապետության հռչակագրի մեջ Արցախ, Նախիջևան չկա, որովհետեւ ազգերի լիգան այդպես որոշում չի տվել իրան իրավունքներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար այն հայրենիքը, որոնք դժվարությամբ ազատագրվել էր, ճանաչում է Ադրբեջանի մաս։ Մի խայտարակ ուրիշ բան էլ ասեմ։ Մայիսի 21 թվականին Արցախն ու Նախիջևանը տրվել են տարբեր կարգավիճակներով Ադրբեջանի ենթակայության տակ։ Լրիվ եղել է ինքնավար մարզ ենթակայության տակ։ Նախիջևանը որպես ինքնավար հանրապետություն ենթակայության տակ։ Դա չի նշանակում, որ իր կազմի մեջ է դրել Ստալինը, դա ենթակայության տակ, այսինքն այնտեղ ղեկավարը նշանակել է ադրբեջանցին, դա իր կազմի մեջ չի։ Դա եղել է մեկը ինքնավար մարզ, մեկը ինքնավար հանրապետություն։ Ու 94 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը, այն որ վեցը լեզու գիտեր մի այդքան էլ մեռած լեզուներ, մեծահոգաբար այդ ամեն ինչը տալիս է թուրքերին։ Ասում է ձեզ լի, մեզ ոչ մի բան պետք չի, զինվեք, երբ կհասցնեք, երբ կուզենաք, արեք հետ գրարեք։ Ադրբեջանն էլ ասում է շնորհակալություն, որտեղ լվամ այսօր ջուրը խմեմ, ինչ ժամանակ տուր, միջև է զինվեմ, միջև Հայաստանամ, գամ, մի խոսքով, անեմ ինչ որ արեց։ Գալիս է նոր իշխանություն։ Լավ, Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճանաբար տվեց, իրան էլ ասեցին Աշոտյան, Էրիստերից 99 թվից ունենք Ռոբերտ Քոչարյան։ Բերեցին արցարցուն, ասեցին առես հարցը դու լուծի։ Ինքն էլ ինչ արեց։ Վերցրեց Արցախին, որպես երրորդ կողմ, հանեց մեջից։ Ադրբեջանը բանակցում էր Արցախի հետ։ Հայաստանը արբիտր էր։ Ադրբեջանն ու Արցախը նույն կատեգորիայի մեջ էին։ Արցախը որպես հարթած հանրապետություն, անկախ։ Ունդեղ Ադրբեջան, այդ քոսոտ կարգավիճակ։ Ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը, հանեց Արցախին։ Ասեց, այս խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի մեջ է։ Արցախի մեջ չի, չկա։ 99 թվականից մինչև առ այսօր այս խնդիրը չի գնում դատական իրավական ճանապարհով։ Այս խնդիրը տրված է Ադրբեջանին ուժով իր դավաճաններին նշանակելով, ընդ որում ասեմ, նույն մարդիկ են միջև, չեք զգում։ Եվ Քոչարյան Ռոբերտը կա պարլամենտում, եւ Սերժիկը դա ինձ հետո ինքն է, չէ՞, 10 տարի հետո, հələ հիմա միջև հիմա կա։ Եվ այդ ընթացքում ծլած աճեցած ագենտ Կրաչը, Չարքը, Նիկոլ Փաշինյանը, որը պետք է գար, աճացնեին, որ իրականացներ այն, ինչ որ 1918-20 թվականներին Ադրբեջանը չկարողացավ իրականացնել, որովհետև Հայաստանը չէր հրաժարվում այդ տարածքներից եւ ազգերի լիգան չէր ճանաչում այդ տարածքները Ադրբեջանի տարածք։ Հիմա որպեսզի դա ճանաչվի Ադրբեջանի տարածք, իրաց պետք էր Կրաչ ագենտը, որ ասեր չեմ ուզում Արցախը Ադրբեջանը ու վերջ։ Այդ էլ ասել վերջ, հենա Հայաստանն ասել է, ուզես չուզես հիմա պետք է ճանաչես։ Ազգերի լիգա եւ այլն։ Չնայած առ այսօր այդպես բան գոյություն չունի։ Եվ այսպես հիմա հարց։ Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան հանցագործը ինքը վերցեց չեղած բաներ տվեց Ադրբեջանին։ Դա հետո գալիս է։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ամենը 10 տարի, 8 տարի էլ արդեն Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ մեկ չի գնում միջազգային դատարանով այս հարցը լուծի։ Հիմա երևի կասեն, դե խրթինա հարցը, դենտեղ միանշանակ չի, ՄԱԿ-ին այսօր կարող է դիմես, ՄԱԿ-ը Ադրբեջանի օգնի դրա համար երևի չեն արել, կասկածել են, չէ՞, կարակ, չէ՞ մտածեք։ Դեպքում ես հարց պետք է տամ։ Բա որ այս ամեն ինչը Ադրբեջանի օգտին էր, Ադրբեջանը ինչի՞ չէր գնացել միջազգային դատարան։
Եթե այս ամեն ինչը Ադրբեջանի օգտին է, ինք ունի լիարժեք իրավունքներ, տիտղոսներ, բան չի Հայաստանի խնդրում, որ Հայաստանը ճանաչի Նախիջևանի իրավունքները տա Ադրբեջանին, հա? Պարզ ասում է, չէ, ես դրա վրա իրավունքներ չունեմ։ Ես մտցրել եմ իրան սահմանադրությունով իմ տարածքի մեջ։ Այսօր Հայաստանը կարող օրինակ Գրենլանդիան սահմանադրությունով միացնի իր տարածքի մեջ։ Բայց դա չի նշանակում դե ֆակտո եւ դե յուրե դա կարող է իրականացնի։ Հիմա նույն բանը Ադրբեջանը արել է Նախիջևանի հետ, բայց տիտղոս չունի, որտեղ դա պատկանում է Հայաստանին։ Դա համար ինքը բացահայտելով դա, ասում է Հայաստան, հրաժարվիր Նախիջևանից հօգուտ ինձ։ Եվ դրա մասին Հայաստանի կառավարությունում, պարլամենտում, այս պրոստիտուտկա, այս բաներից է, որ իրենց դրել են ընդդիմադիրների կողմից, եւ արտախորհրդարանական ուժերից ոչ մի ձայն չկա, այս իշխաբարան։ Ի վերջո, դուք ինչ չեք գնում դատարան։ Ադրբեջանը եթե ճիշտ է, կգնար, չէ՞։ Կարող է մեզ էլ հարցնելու։ Ինչի պետք է 30 տարի զինվեր։ Ինչին է պետք, եթե դատարանով այդ հարցը լուծեր, հələ Հայաստանն էլ մի հատ ագրեսոր պիտակը կպցներ, իր ռազմատուգանքները ստանար, առանց զոհ, առանց ծարսելանելու ստանալ են ինչ որ իա պետք է։ Կաներ, եթե դրա հույսը ունենար եւ իրավունքները։ Հիմա հարց է ծագում։ Բայց եթե Ադրբեջանը չունի, բայց իրոք Հայաստանի կառավարությունը ինչի՞ է պետություն է պատրաստում հանձնելու համար։ Եվ ինչի 20 տարի ոչ մի բան չանելով, բերեցին ագենտ Կրաչին, որն է այսքան երեխա սպանելով տա ամեն ինչը, ուլը տալիս է։ Ես մի հատ պատասխան ունեմ սա։ Որովհետև բոլոր կառավարությունները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև այսօրվա, ենթարկվում են Ռուսաստանին։ Ու ռուսներին սա պետք չէր։ Առնվազն գոնե մինչև 23 թիվ, առնվազն, տեսեք, որովհետև մինչև 23 թիվ ամեն ինչի գլխին կանգնած էր Ռուսաստանը։ 23 թվից հետո բալանսը փոխվեց, եկան թուրքերը, իրանց առավել եւս պետք չի, որ ագենտ Կրաչը վերջի 8 տարվա մեջ հանկարծ գնա մտնի միջազգային դատարան։ Այն երկուսը չեն արել հաստատ, որովհետև դա պետք չէ Ռուսաստանին, պետք է հələ Ռուսաստանին հակառակ, այս կոնֆլիկտը միշտ լինի իրա վերահսկողության տակ, ի վերջո որ դու մտնում ես միջազգային դատարան, այնտեղ հարց է գալի, չէ, արդեն Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերի, չէ՞ որ այդ պայմանագրերի տակ են այս տարածքները եւ ոչ միայն այս տարածքները, տրվել Ադրբեջանի ենթակայությանը, ոչ թե կազմի մեջ։ Եթե մեկը կա չի հասկանում ինչա նշանակում ենթակայությանը եւ կազմի մեջ։ Խնդրեմ թող դիմեն համապատասխան մասնագետին, ես դա մասնագետը չեմ բացատրելու։ Եվ Հայաստանի երկու ղեկավար Սերժիկ եւ Ռոբիկ չեն դիմել, ես հասկանում եմ, Ռուսաստանն ասել է վերենք տեղը, թե նա Միսկի խումբը կա, ես եմ ռուլի տանողը, այս կոնֆլիկտը հասենց կմնա, հա, ես զենք կծախեմ Ադրբեջանին, ես քեզ բռիս մեջ կպայեմ, ես Ալիևին բռիս մեջ կպայեմ, ես իրան կբերեմ ԵԱՏՄ, ես իրան կբերեմ ՀԱՊԿ, ընդդեղից ես իրան կոնտրոլի տակ կպահեմ Արցախը, կասեմ, հոպ, ես արդեն զորքով մտել եմ Արցախ, արցախցիներն ու Արցախ կդակասի, վերջ, ռուսը մտավ ստեղ մեզ ով է ստեղ ձեր տալու։ Հետո կասեմ, բա, մենք կարևոր գործ ունենք Ուկրաինայում, ար, Թուրքիա, քեզ, բայց դու ինձ օգնի, որ ես հաղթեմ Ուկրաինայում։ Այն ինչ որ եղավ։ Հիմա ինչ անենք մենք։ Ու այս ընթացքում Հայաստանի ոչ մի դրսում գործող կազմակերպություն, ոչ Հայդատ, ոչ հայ ընդհանուր բարեգործական միություն, ոչ մի կազմակերպություն այս հարցերին հետամուտ չի եղել։ Ընդհանրապես պետք է, եթե ես երաժիշտս, կարա մի ուրիշ երաժիշտի խնդրեմ, ասեմ լսի, այս փաստաթղթերը պետք է մտի գտի։ Ինքը խոսակցության մեջ պատահական ասեց, որ ժամանակին այս ամեն ինչը տրվել է, դրվել է Հայաստանի դեսպանի դեմ, սեղանի, Ժնևում։ Ասկրին իրան գիտեր այս ամեն ինչի մասին, ու այս ամեն ինչի մասին հիշում եք ագենտ Օմեգան FSB-ի ինչ ասեց, Արադ Միրզոյանը ասեց թղթի կտորա։ Թղթի կտորա մի փաստաթուղթ, ՄԱԿ-ի փաստաթուղթ, որտեղ ոչ մի բան սահմանված չի հօգուտ Ադրբեջանի։ Թղթի կտորա, հա, քանի սահմանված չի, արեք տանք ինչ որ պետք է։ Այս ամեն ինչի մասին է խոսում։ Ամենակարևորը, ոչ մի տեղ, ոչ մի պահանջ լեգիտիմ չունի իրավունք Ադրբեջանը
Սա մեկ անգամ մեկ է։ Եթե Ադրբեջանին թվում է ինքը իրավունք ունի, տասնապատիկ իրավունքներ պահանջելու ունենք մենք։ Մենք ինքը ոչ մի իրավունք չունի ոչ մի բան պահանջելու, ոչ մի բան ամրագրված չի, ոչ մի քարտեզ միջազգային բանով sense ստանդարտներով սահմանած չկա Ադրբեջանի համար։ Հələ կվերադառնանք Հայաստանին, կա թե չկա։ Հայաստանը առնվազն ունի զեկույց առաջարկ Լիգայի ազգերի լիգայի կողմից, որը ես էլի կգտնեմ, հələ դեռ չեմ գտել, եւ ունի Վուդրո Վիլսոնի քարտեզը, բայց դա վերաբերվում է Հայաստան-Թուրքիա սահմանին։ Սա ուրիշ բան է, Հայաստան-Ադրբեջան դկա զեկույց առաջարկ, որը ես հələ չեմ գտել, չեմ ուսումնասիրել, չեմ կարող ասել, որն է զեկույց առաջարկով տրված եղել Հայաստանին։ Բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանի ոչ մի բան տրված չի, որի համար ինքը կարող պահանջ ներկայացնի, սա փաստ է, հետևաբար Փաշինյան Նիկոլի ցանկացած պնդում, որ սա Ադրբեջանը, դա նշանակում է մի բան, ինքը Թուրքի գործակալ է, ինքը ոչ թե Հայաստանի նախաբանն է, վարչապետն է, Հայաստանի շահերն է պաշտպանում, այլ թուրքական շահերի ներկայացուցիչը Հայաստանի կառավարության գլխին։ Հասկացաք, ցանկացած դատական process, որ մարդիկ գնում են դատի, ամեն մեկը ունի իր դատապաշտպանը, ճիշտ է։ Հիմա Հայաստանի դատապաշտպանն ու Ադրբեջանի դատապաշտպանը Հայաստանի Հանրապետության դեմ են։ Էսի ունի արգումենտներ տալիս է սրան։ Պատկերացնում եք, մենք ինչ վիճակի մեջ ենք։ Հիմա մեր պետությունը աշխատում է մեր դեմ։ Ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է պաշտպանվենք։ Այս ամեն ինչը կարող էր անել վաղուց Հայդատի գրասենյակը, բայց իրանց ես պետք է հարց տամ։ Ինչ չեք անել։ Լուրջ հարց։ Սկսեիք տապալվեիք։ Ինչն է փոխվել, մեկը սա ամեն ինչ տալիս է։ Դուք սկսեիք, ասեք աղբեր ջան, մենք սկսեցինք, ազգերի լիգան ասեց, մակը այսօրվա մակը ասեց, գիտեք ինչ, անորոշ է, բայց ի վերջո, այս խնդիրը պետք է դատարանը որոշի։ Եթե ուժային բանով չի, ով ուժեղ այնի ճիշտ է, իսկ դա երբեք այդպես չի կարա լինի, ուրեմն պետք է ի վերջո կամ երկրները համաձայնության գան, այն ինչ որ անում է Փաշինյան Նիկոլ, ասում ամեն ինչ տանք, տենց է պետք Ադրբեջանին։ Տանք, դա է խաղաղությունը։ Ադրբեջանը միջև Սուրմալու է ուզում։ Էս իրա հետևող տխմարներին ասեք Ադրբեջանը միջև Երևան, միջև Սուրմալու, միջև Բայազեդ, նոր Բայազեդ, դա Գավառն է։ Գավառ, Վարդենիս, Վան այդ կողմի կապեք ձեր ճամպրուկները։ Միջև Ալեքսանդրապոլ, բան, դուք հասկանում եք, sense ամեն ինչն է ուզում ինքը։ Ուզելա եւ ուզելու է։ Վերջին թողելով այսքան մի բան, 12000 քառակուսի կիլոմետր, որն ասես գերեզմանի համար ձեզ էտել է շատ։ Ժողովուրդ ջան, ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, ես կարդացի փաստերը, ու ինձ համար միևնույն է միջազգային իրավունքի մասնագետին ինչ կարծեն այս փաստերի մասին։ Գիտեք ինչի։ Որտեղ ես դրանց ոչ մեկին չեմ վստահ։ Ես վստահում եմ մենակ այս փաստերին, որտեղ եթե մենք Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետ ունենայինք, հիմա այս մասին խոսայի ոչ թե ես, այս փաստերը ձեզ կներկայացնեն իրենք։ Սա մատից ծծած փաստեր չի։ Սա արխիվային փաստաթղթեր են, արխիվային։ Հա? Եթե մարդ կա, հետաքրքրվող կա, թող մտնի իմ Facebook-յան էջ, այս ամեն ինչը պարզ գրած է, հայերենով, չգնաց, ֆրանսերենով, անգլերենով գրած է, որ մտնեն կարդան։ Ոչ մի թաքցնելու բան չունեմ, խնդրեմ։ Էսի Հայաստանի մասին է։ Սրանք Ադրբեջանի այսպես։ Կանի վերջու իրան գնան արխիվներում նայեն։ Ես դա ասում, թող ոչ մի միջազգային իրավունքի մասնագետ չփորձի հանկարծ արդարացնի Փաշինյան Նիկոլին կամ Սերժին կամ բանը Ռոբերտին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ գիտեք ինչ, այդպես էլ անկեն միանշանակ չի, թող գլուխները պատին տան, պատնել գլխներին, միանշանակ չէր, գնայեք միանշանակ դարձնեք դատապաշտպանի գործը, դա է, որ վերցնում է փաստերը իր կլիենտին պաշտպանելու համար, որովհետև այս մեղադրող կողմը եկել է քեզ ոչնչացնելու։ Եթե դու չես պաշտպանվում, ասում ես դե այդքան միանշանակ չի ու քո իրավունքները տալիս ես ընդեղ, նա նշանակում է քեզ կաշառել են, քեզ բան են վարձել են, որ դու իմ իրավունքների դեմ աշխատես։ Ով կասի միանշանակ չի, ով կասի ես չգիտեմ դա վիճարկելի է, նշանակում է ինքը չի ուզում մտնի կռվի մեջ։
ինքը որոշել է հանձնվի եւ իր տխմադությունը հանձնվողական, պարտավորական կամ կոռուպցիայի հանցագործության մեջ մտնելը արդարացնում է նրանով, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չի։ Միանշանակ չի, գնացեք ու միանշանակ դարձրեք։ Պնդեք, որ Ադրբեջան, մտեք դատան, Ադրբեջանը թող ներկայացնի մեկ փաստաթուղթ, ըստ որի միջազգային ստանդարտներով ինքը իրավունք ունի ինչ որ տարածքի վրա։ Ազգերի լիգայի որոշման մեջ այդպես բան չկա գրած։ Էս է եղել։ Ուրիշ բան չկա։ Ադրբեջանի անկախությունը 91 թվականից հետո է նոր Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել։ Արդեն զոհանը։ Միջև չի եղել Ադրբեջան պետություն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Հայաստան եղել է։ Միջև 33 թիվը Հայաստան նույնիսկ բանը Վաշինգտոնում ես այս շենքը տեսել եմ։ Դեսպանատոս շենք ուներ։ Մենք նույնիսկ Ճապոնիայում դեսպան ունենք։ Առաջիկին դեսպանը Հայաստանն է ունեցել Ճապոնիայում։ Սա հակիրճ մեր իրավական բարդակի մասին, բարդակ, այսպես չգիտես ինչ ասես սրան, ընդ որում սրա պատասխանատուներն են Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, դες կռաչի մասին ինչ ասես, սա հենց դրվել է այս ամեն ինչը լրացնելու ու չիրականացնելու համար։ Միջդեռ Հայաստանը եթե մտներ 90, ասենք, 99 թվականին։ Լավ, Լևոնը դավաճան էր։ Լևոնը փաստացի Արցախն էլ Ադրբեջանը տվեց Ադրբեջանին, Արցախն էլ Նախիջևանը տվեց Ադրբեջանին, ասեց գնա զինվի, երբ կգաս, կզանգես որ լավ պատրաստենք։ Կզանգես որ մենք ամեն ինչ իմ դեսպաներին, իմ մարդկանց նշանակեմ մեկին դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ սուս նստի հանկարծ ընդերից բան չգա։ Հա, ամբողջը Լևոնի թիմն է, չէ՞, այսօր։ Այսօր էլ իմ սկզբան էլ Նիկոլի կողքը սա Լևոնի թիմն է նստած։ Լավ, բա եկու Ղարաբաղցիք եւ Ռոբ եւ Սերժիկ, դուք պատմական հանցագործներ եք, ոչ թե մենակ մարտի 1 հոկտեմբերի 27, դուք պատմական պետականության դեմ հանցագործներ եք, դրա համար էլ այսօր առ այսօր մեկ բառ Հայաստանի իրավունքների մասին, ոչ թե դավաճանը դու ես, հանցագործ ես, կապիտուլյանտ ես, դա ամեն լակոտ փողոցում կարող է գոռա, ասի։ Դե կամ ընդունեք, որ դուք փողոցային լակոտներ եք, դրանից ավել բան չեք կարողանում անել։ Այդ դեպքում դա ինչ ձեր տեղն է։ Բայց ես վստահ եմ, ոչ դուք փողոցային եք, ոչ էլ լակոտ եք։ Դուք ձեռքի բռնած, խոսեք ամեն ինչից, բացի իրական փաստերից, բացի ամենակարևորը, մեր իրավունքներից։ Սա պետք է անենք մենք ժողովուրդ։ Այն շարժումը, որ մենք սկսել ենք, ինքնաճանաչումը, անելու է սա։ Անելու է այն ինչ որ պետք է արածներ հայդատը ու չի արել այսօր, առ այսօր։ Մենք հատ-հատ, step by step, քայլ առ քայլ գնալու ենք հասնենք այն ինչ որ պետք է։ Անենց իրավական ճշգրտությամբ, որ դուք եք մնալու զարմացած, ոնց է դա հնարավոր։ Փաստորեն հնարավոր է, մենք այսքան զոհեր չենք տա, մենք այսքան տարածքային կորուստներ չենք ունենա, աղքատության մեջ չենք ապրի, հա, որովհետև չէ որ ամեն մի պատերազմ փաթաթել են մեր վզին։ Պատերազմի մեջ ենք։ Յոլա գնացեք, գեներալներին շատ ուտելա պետք, դղյակներա պետք, մենք էլ պատերազմ ենք, հա։ Ջանդամ ասենք թե տանկերի մեջ բենզին չկա, մեր բանակն։ Այս ամեն ինչը կարելի է վաղուց լուծել, վաղուց։ Բայց առ այսօր չի լուծվել, որովհետև Ադրբեջանին, Թուրքիան եւ ամենակարևորը իրենց տեր Ռուսաստանին այտենց է պետք եղել։ Այսօր արդեն 23 թվականին Արցախը դատարկելուց հետո փոխվել է իր պատկերը, որտեղ Ռուսն ու Թուրքիան որ իրանք պայմանավորվել են, որ պետքա Թուրքը օգնի, տալիս ենք, հանձնում ենք, բայց դու օգնի Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ, որովհետև 22 թվականին վիճակն այլ էր, 23 թվականին դատարկելուն արդեն Ռուսաստանին պետք է երևի դրա դիմաց ստանալ Թուրքիայի օգնությունը, թե թուրքներն իր թուրքավարի հալալ աղբոր պես առ այսօր յաթաղանա որ մտցնում է Ռուսի մեջքին, օգնելով Ուկրաինային, ու ճիշտ է անում։ Սա այն է ժողովուրդը, որ մենք պետք է իմանանք։ Հարցի լուծումը որն է։ Մենք սկսել ենք մեզ օգնելը, մեզ միանալը ու դառնալ մեր ներկայացուցիչը ձեր քաղաքներում։ Գրեք կոմենտներում, ովքեր են դրա համար պատրաստ։ Ես հիմա ասեմ, այսքան խոսալուց հետո, մի ժամ խոսալուց հետո, ասեմ որվա նորություններին, բայց մի քիչ հանգստանամ կոկորդես, նոր։